Ի տարբերություն մեզ, Ադրբեջանը մեծացնում է ռազմական բյուջեն 9 միլիարդ մանատ կամ ավելի քան 5 միլիարդ դոլար։ Հենց այսքան է Ադրբեջանի 2026 թվականի միայն ռազմական բյուջեն։ Համեմատության համար Հայաստանի ամբողջ պետական բյուջեն 2026-ի համար կազմում է ընդամենը 7 միլիարդ դոլար։ Հարց է առաջանում, եթե Բաքուն հայտարարում է, որ Հայաստանի հետ բոլոր խնդիրները լուծված են եւ խաղաղության օրակարգն է տանում առաջ, ինչու է անընդհատ ավելացնում ռազմական ծախսերը։ Իսկ Երևանը հակառակ դրան պնդում է, որ առաջնահերթ են տնտեսական եւ սոցիալական կարիքները եւ չի պատրաստվում մեծացնել ռազմական բյուջեն։ Ուրեմն ինչի է պատրաստվում Ալիևը եւ ինչի հաշվին է Հայաստանը զիջում իր անվտանգության բաղադրիչը, Նանե Հայրապետյանի ռեպորտաժում։ Մոտ 9 միլիարդ մանատ, իսկ դոլարային արտահայտությամբ ավելի քան 5 միլիարդ դոլար։ Հենց այսքան է 2026 թվականի բյուջեի նախագծով Ադրբեջանը պատրաստվում տրամադրել պաշտպանության եւ ազգային անվտանգության ծախսերի համար։ Այս գումարը 3.8%-ով ավելին է, քան 2025 թվականին տրամադրված բյուջեն, իսկ որպեսզի թվային պատկերն ամբողջական լինի, Հայաստանի ամբողջ պետական բյուջեն միայն 2025-ին մոտ 7 միլիարդ դոլար է ներկայիս փոխարժեքով, բայց սա հարցի մյուս կողմն է։ Ինչու է Ադրբեջանը մեծացնում իր ռազմական ծախսերը, եթե լուծել է հիմնական հակառակորդ հանդիսացող Հայաստանի հետ բոլոր խնդիրները, ավելին գնում է խաղաղության։